Ադրբեջանում նախօրեին ընդունել են Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Մագդալենա Գրոնոն Բաքու է այցելել հանդիպել Ջեյհուն Բայրամովի հետ, հնարավոր է նաև լինի հանդիպում Իլհամ Ալիևի հետ, չեմ բացառում նաև, որ Գրոնոն ռեգիոնալ տրամաբանությամբ այց է կատարել և առաջիկայում կլինի նաև Հայաստանում։ Բոլոր դեպքերում Բայրամովի հետ հանդիպմանը խոսվել է Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին, բացի իհարկե Եվրամիություն-Ադրբեջան հարաբերության հարցից, եւ նույնիսկ կարծում եմ նաև այստեղ զգալի փոխկապակցվածություն կա եւ սա նույնիսկ կասկածից վեր է։ Այս առնչությամբ թվում է, թե Գրոնոյի այցը, ինչպես տարբեր այցեր լինում են ռեգիոն կամ առանձին թե Հայաստան, թե Ադրբեջան, հերթական մի այցելություն է եւ առանձնապես ուշադրության արժանի բան այստեղ չի կատարվում։ Բայց այդուհանդերձ կարծում եմ հատուկ ուշադրության արժանի հանգամանք կա եւ այս կապակցությամբ ուզում եմ դիտարկել այն տեղեկությունը, որ ներկայացրել են ադրբեջանական լրատվամիջոցները ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության հիման վրա։ Մասնավորապես նշվում է, որ Մագդալենա Գրոնոն հանդիպման ընթացքում իր աջակցությունն է հայտնել Վաշինգտոնյան պայմանավորվածություններին եւ Եվրամիության պատրաստակամությունը նպաստել այդ պայմանավորվածությունների առաջ մղմանը։ Ուշադրության արժանին այստեղ այն է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է հայ-ադրբեջանական գործընթացը, առաջընթացը ձեռք բերված հեռանկարները, ինչպես նաև եւ այստեղ է ամենաէականը, նրան է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հենց նրան է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը այս ձևակերպման վրա է թերևս պետք ուշադրություն դարձնել, որովհետեւ հարց է առաջանում, ինչ դիրքորոշման մասին է խոսքը։ Խոսքը ձևակերպում է այստեղ այնպիսին է, որ բավական նկատելի է խոսքը շատ հստակ ինչ-որ դիրքորոշման մասին է եւ ոչ թե պարզապես վերացական ինչ-որ հերթական ձևակերպումների։ Այս ձևակերպման, այս խոսքի տրամաբանությունը եւ հնարավոր սցենարը, հնարավոր բնույթը, բովանդակությունը պատկերացնելու համար գուցե արժե գնալ մի քանի օր առաջ Իլհամ Ալիևի հայտնի ելույթին, որ նա ունեցավ Գիտությունների ակադեմիայում, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիա կոչված կառույցում, եւ այդ ելույթի ընթացքում, ինչպես հիշում ենք, պատմական հող էր որակել Հայաստանը, ադրբեջանցիների պատմական հող եւ խոսել այդ պատմական հող իրենց վերադարձի մասին, նաեւ խոսել այն մասին, որ պետք է այս հարցի ուղղությամբ Ադրբեջանի պետական կառույցները, գիտնականները եւ ոչ կառավարական կառույցները իրականացնեն հետևողական աշխատանք։ Այսինքն շատ հստակ ձևակերպվել էին նպատակները եւ տրվել հանձնարարականներ։ Եվ ահա կասկած չունեմ, որ Ջեյհուն Բայրամովը Մագդալենա Գրոնոյի հետ խոսել է հենց այս թեմայի վերաբերյալ եւ ըստ էության համաձայն Իլհամ Ալիևի հանձնարարության ներկայացրել այս թեման եւ փորձել առաջ մղել Եվրամիության հետ Ադրբեջանի քննարկումներում։ Ես ինչպես առիթ ունեցել եմ մեր նախորդ զրույցներում ներկայացնել, Ադրբեջանը աշխատում է այս առումով շատ հստակ տրամաբանությամբ, այսինքն նախ բարձրաձայնում են ինչ-որ թեմաներ, հետո փորձում դրանք դարձնել միջազգայինորեն լեգիտիմ, ընկալելի, միջազգային լոյալ վերաբերմունք ձևավորել սրանց ուղղությամբ եւ հետո արդեն դրանք վերածել հայ-ադրբեջանական օրակարգի անմիջական ներկայություն ունեցող հարցերի եւ այստեղ ինչպես նշել եմ, եվրոպական կամ միջազգային կառույցները վերածվում են Ադրբեջանի ուղակի թե անուղակի գործընկերոջ, փորձելով կամ նպաստել Հայաստանին այս թեմաները, այս օրակարգերը պարտադրելուն կամ փորձել համոզել Հայաստանին ընդունել այս օրակարգերը, որպեսզի այդ խնդիրներն լուծվեն, այսպես ասած դուրս գան մեջտեղից եւ նոր հնարավորություններ բացեն Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի համար։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ մենք գործ ունենք հենց նմանատիպ մի սխեմայի հերթական խաղարկման հետ։ Իդեպ այս առումով կարծում եմ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Մագդալենա Գրոնոն զբաղեցնում է հենց այն պաշտոնը, որը մինչև նախորդ տարի դեկտեմբեր զբաղեցնում էր հայտնի Տոյվոկլարը, որը ոչ պակաս հայտնի Շարլ Միշելի Եվրոպական խորհրդի նախագահ լինելու ընթացքում Միշելի նախաձեռնած, այսպես ասած, բրյուսելյան գործընթացի դիվանագիտական առաջամարտիկներից էր, մի գործընթաց, որում ձևավորվեցին եւ խմորվեցին զարգացումներ, սցենարներ, որոնք ի վերջո հանգեցրին Արցախի լիակատար կորստին, էթնիկ զտմանը, ամբողջական հայաթափմանը եւ բնակչության տեղահանմանը Հայաստան։
Եվ իդեպ ուզում եմ նաև հիշեցնել, որ նախորդ տարի դեկտեմբերին Շարլ Միշելը այցելելով Ադրբեջան իր պաշտոնավարման ավարտին մնացել էր 1 ամիս եւ սա ըստ էության հրաժեշտի տրամաբանություն ունեցող այց էր, իսկ առիթը COP29-ի հետ հայտնի գագաթնաժողովն էր։ Այցելելով Ադրբեջան արժանացավ Ալիևի ընդունելությանը եւ շնորհակալությանը, ընդ որում շատ հետաքրքիր էր դարձյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությամբ այն ձևակերպումը, որ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն էր հայտնել Շարլ Միշելին, որ բրյուսելյան գործընթացում է ձևավորվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առանցքային օրակարգային պատկերը եւ օրակարգի առանցքային հարցերը, թե ինչպիսին էին այդ հարցերը եւ ինչպիսի հետևանք ունեցավ այդ օրակարգը, ես նշեցի եւ ցավոք սրտի այդ ամենը բավական թարմ է մեր հիշողության մեջ։ Ես ամենևին հակված չեմ մտածել, որ դա տեղի ունեցավ բացառապես Եվրամիության ինչ որ կանխավ տրամադրվածության եւ այլնի պատճառով, պարզապես արձանագրենք, թե ինչ process-ներ ծավալվեցին այս համատեքստում։ Եվ հիմա ես կարծում եմ, որ Ադրբեջանը պարզապես փորձում է արդեն եվրոպական նոր ղեկավարության հետ մշակել եւ առաջ մղել այն հարցերը, որոնք նախորդ օրակարգերում Ադրբեջանը անկասկած շոշափել է եւ մենք կարող ենք դատել նաեւ ուսումնասիրելով նախորդ այդ process-ների վերաբերյալ տարբեր հաղորդագրություններ, բայց որոնք այս կամ այն պատճառով չեն հասել որոշակի որևէ լուծման։ Եվ հիմա այս փուլում արդեն Ադրբեջանը փորձելու է դրանք բերել լուծման ենթակա օրակարգերի դաշտ։ Եվ ինչպես նշեցի, Ալիևի հայտնի ելույթը եւ ձևակերպումները ըստ էության այս առումով բավական ուղենշային են։ Եվ այս տեսանկյունից Ադրբեջանը անկասկած փորձում է օգտվել նաեւ ձևավորված պարարտ միջավայրից, որ կա եւ եվրոպական ուղղությամբ եւ նաեւ Հայաստանում։ Ես հիմա մանրամասնեմ, թե ինչի մասին է խոսքը։ Բոլորովին վերջերս Միացյալ Նահանգները հերթական պատժամիջոցները կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ, այսինքն հերթական նահանգների տեսանկյունից եւ առաջինը Թրամփի նախագահության շրջանում։ Այս պատժամիջոցները գուցե ոչ միայն եւ նույնիսկ ոչ այնքան Ռուսաստանի համար են ստեղծում խնդիրներ, որքան եվրոպական ընկերությունների համար, որոնք չնայած պատերազմին, չնայած հանգամանքին, որ էապես նվազեցրել էին գնումները Ռուսաստանից էներգակիրների մասով, այդուհանդերձ շարունակում էին տարեկան մի քանի 100 միլիարդ դոլարի գնումներ կատարել ռուսական նավթի, գազի, թե բնական գազի եւ թե սեղմած գազի։ Հիմա այդ սահմանափակումները, Միացյալ Նահանգների պատժամիջոցները խնդիրներ են ստեղծում եվրոպական ընկերությունների համար, անգամ փոքր ծավալով ռուսական գնումների տեսանկյունից։ Եվ այստեղ մենք լավ պատկերացնում ենք եւ առավել եւս Ադրբեջանը հիանալի պատկերացնում է, որ կարող է դարձյալ մի որևէ աստիճանով բարձրանալ իր էներգակիր նշանակությունը Եվրոպայի համար։ Ես ուզում եմ հիշեցնել իդեպ, որ 2022 թվականին Ադրբեջանը հենց այսպիսի միջավայրից կարողացավ օգտվել եւ խաղալ երկու կողմի ուղղությամբ, թե եվրոպական, թե ռուսական ուղղությամբ, եւ մեծ հաշվով ստանալ Եվրոպայից այդ հնգամյա պայմանագիրը, գազի մատակարարման եւ ծավալների կրկնակի ավելացման, ստանալ այն հավաստիացումները, որ դիտվում է Եվրոպայի համար հուսալի եւ վստահելի գործընկեր, եւ կասկած չունեմ նաեւ այդ համատեքստում առաջ մղել Եվրոպայում առաջ մղել իր օրակարգերը կապված Արցախի եւ Հայաստանի հետ։ Իմ կարծիքով Ադրբեջանը փորձելու է ներկայիս միջավայրը օգտագործել նույն սխեման աշխատեցնելու եւ արդեն նոր օրակարգեր ձևավորելու համար, չկրկնեմ, թե առաջին հերթին ինչպիսի հարցեր կարող են ներառվել այս օրակարգ, Ալիևի ելույթը դարձյալ վկայակոչ է։ Եվ այս տեսանկյունից, թե ինչու է Միացյալ Նահանգների պատժամիջոցները այսպես առնչվում եվրոպական ընկերություններին, ինչ նպատակ է դնում իր առաջ Միացյալ Նահանգները ոչ միայն Ռուսաստանին փաստացի փորձելով խնդիրների առաջ դնել, այլ գուցե առնվազն այս փուլում ավելի շուտ եվրոպական ընկերություններին, սա առանձին խոսակցության հարց է, սա Թրամփի եւ եվրոպական այդ լիբերալ էլիտաների դիմակայության հարցն է կամ ռազմավարական իմաստով ընդհանրապես Միացյալ Նահանգներ Եվրոպա հարաբերությունների հարց։ Այս հարցերը իհարկե բավական հետաքրքիր եւ առանձին շերտեր ունեն, բայց տվյալ դեպքում չշեղվենք սրանց ուղղությամբ։ Վերադառնալով միջավայրին, կրկնեմ, Ադրբեջանը անկասկած փորձելու է օգտագործել այս միջավայրը եւ մյուս հանգամանքը, միջավայրային մյուս շերտը դա Հայաստանում իհարկե ընտրություններն են եւ այդ ընտրությանը Հայաստանի իշխանությունը պահելու ընդհանուր կենսական
իմաստ ունեցող խնդիր, այսինքն մենք պատկերացնում ենք, թե ինչ մեծ նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի կառավարող ուժի համար իշխանությունը պահելը, եւ հետեւաբար այստեղ կա հետեւյալ տրամաբանությունը կամ հետեւյալ սխեմայի բարձր հավանականությունը։ Իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանին թերևս պետք է լինելու դիմել, այսպես ասած, ոչ ժողովրդավարական միջոցների, եւ մենք արդեն իսկ տեսնում ենք, որ այդ միջոցների հարցում գրեթե չի դրվում խտրություն։ Բայց այստեղ առանցքային է հետեւյալը, որ ժողովրդավարության ռևիզորը մեր տիպի երկրներում Եվրամիությունն է եւ Հայաստանի իշխանության համար շատ կարեւոր է լինելու իհարկե Եվրամիության լոյալությունը այդ process-ներին։ Եւ այստեղ կարծում եմ Ադրբեջանը կփորձի օգտվել նաեւ այս հարաբերակցությունից եւ Եվրոպայի միջոցով ձևավորել նաեւ այս շերտում ձևավորել նաեւ որոշակի քաղաքական գին եւ իրեն ձեռնտու իր համար շահեկան օրակարգեր։ Ես կարծում եմ սրանք կարևորագույն հարցեր են, որոնց հանդեպ մեր հանրությունը պետք է լինի ուշադիր, որովհետև այստեղ մենք տեսնում ենք այն ռիսկերը, այն մարտահրավերները, որ այս կամ այն սցենարի պարագայում, այս կամ այն բնույթի կամ տրամաբանության պարագայում կարող են առաջանալ Հայաստանի ընտրական process-ի հետևանքով, եթե այդ process-ում օգտագործվեն, ինչպես նշեցի, կամ ոչ միայն շարունակեն օգտագործվել, այլ առավել խորանան, այսպես ասած, ոչ ժողովրդավարական միջոցները, որովհետև դրանք անխուսափելիորեն Հայաստանի համար ունենալու են հետևանքներ եւ ունենալու են գին։